Հարցես տեսეთ Հարություն Մխիթարյանն է կրկին այս վիդեո 10-ի ժամանակ ես կանադառնամ ինտերֆեյսի կարգավորումներին, թե ինչ չափերով մենք կարող ենք աշխատել եւ ինչ չափման միավորներ կարող ենք դնել մենք մեր օբյեկտը ստեղծելիս։ Օրինակ ես այստեղ վերադառնամ այսպես բոլոր պատուհանները միացնեմ, որ բոլոր պատուհաններով այսպես տեսնեմ, բայց այստեղից պերսպեկտիվայի միջից այստեղ ներողություն, այստեղ սեղմենք ու այսպես մի հատ box ստեղծեմ ու Alt-W կոճակով կամ այս կոճակով մենք կարող ենք մեծացնել մեր պատուհանը ու այստեղ ես կարգավորումներին անդրադառնամ մեկից այստեղ customize-ի միջից ունենք մենք show unit setup, unit setup show UI-ն էլ կանադառնանք unit setup-ի մեջից ինչ է ցույց տալիս այստեղի պատուհանի կոճակները, այստեղ system unit setup, այսինքն ինչ չափման միավորներով աշխատենք մենք օբյեկտներ ստեղծելու ժամանակ այստեղ սեղմենք, տեսնենք, որ մի մոտ տրված է սանտիմետր, եթե սանտիմետր տրված աշխատում եմ, ուրեմն իմ մոտ ստեղծում է, ասենք ինչքան չափ որ վերցրի, ասենք 30 կամ 300 ցանկացած չափի որ հասնում եմ, այդ ցույց է տալիս, որ այդքան, այսինքն օրինակ այստեղ այդքան սանտիմետր, ասենք չափով է ստեղծել, օրինակ 30 է, այստեղից եթե ես տեսեք 0.69 մետր է այստեղ մետրով է ցույց տալիս այս պատուհանից այս unit setup-ի միջից այս երկրորդն է առաջինը թե ինչ չափով ստեղծի երկրորդը թե ինչ չափման միավորով ցույց տա այսինքն սանտիմետր եմ դնում նայեք իմ մոտ կփոխվի աջ կողմում պատուհանի մեջ box-ը ինչքան սանտիմետր է, արդեն մետրով չի ցույց տալիս, տեսեք, այստեղ մետր էր մշվածներ, տեսեք, ասում է, որ 54 սանտիմետր, 45 սանտիմետր, երկարություն, լայնություն, բարձրություն, այսինքն մենք այստեղ unit setup-ը, որը նշանակում է միավորների կարգավորում, չափման միավորների կարգավորում, առաջին հիմնականում սանտիմետր են դնում, դեպանական է մեծ տարածքների օբյեկտների ժամանակ արդեն կարող եք այստեղ մետրներ օգտագործել, մետրով աշխատել, այս սանտիմետր, այստեղ է ցույց տա թե մեզ ինչպես գրվի, ասենք, որպեսզի չգրվի 0.45 մետր, ասենք, գրվի այստեղ 45 սանտիմետր։ Ես այս հաստատել եմ այստեղից նշեմ display unit setup-ից, scale-ից նշեմ սանտիմետր եւ OK։ Այսպես, դրանից հետո անդրադառնանք Ctrl Z-ին, որը գիտեք հիմնականում քիչ թե շատ համակարգչից ծանոթ մարդիկ գիտեն, ճանաչում են, որ թե Ctrl Z-ը ինչ է նշանակում, ինչ ֆունկցիա է կատարում։ Այստեղ ուրեմն Ctrl Z-ով մենք հետ քայլ ենք կատարում, այսինքն ինչ-որ գործողություններ ինչքան որ արել ենք, այդքան հետ քայլ ենք կատարում, այսինքն մենք այս պարագայում, եթե ինչ-որ գործողություն կատարենք, օրինակ այսպես ես ճզում եմ, այսպես տեսնեմ, այսպես էլ կատարեմ, այսպես Ctrl Z, հետ քայլ կատարեց, մեր ծրագիրը հետ քայլ կատարեց եւ առարկան բերեց հին վիճակին։ Այստեղ մենք կարող ենք Ctrl Z-ով, Z-ից հետո նորից վերադառ Ctrl Y-ով, ոչ թե հետ քայլ, այլ առաջ գնալ։ Ինչպես եւ հետ քայլ ենք գնում Ctrl Z-ով, այդպես առաջ քայլ Ctrl Y-ն է։ Ուրեմն այստեղից ասեմ Ctrl Z-ի քանակի համար էի ասում, թե կարգավոր ինչքան տնենք մենք չափը, թե ինչքան Ctrl Z-ով կարող է հետ գնալ, հետ քայլ կատարել։ Այստեղ ավտոմատ ծրագիրը 20 է տրված, բայց իմ մոտ ես թողել եմ իհարկե դարձրել եմ 500, այս տեսեք
դուք ձեր մոտ որ երբ ծրագիրը բացեք, ներբեռնումից հետո երբ որ ակտիվացնեք, այստեղ 20-ը դարձրեք 500 եւ դրանից հետո OK, այստեղ մեկ էլ ֆայլերը, այստեղ ֆայլերի մեջ տեսեք, որ այս 3 եւ 5 դրված լինի։ Ինչ են սրանք նշանակում։ Ամեն 5 րոպեն 1 ինքը 3 անգամ ծրագիրը սախրանից անում եւ պահպանում է ձեր դոկումենտների մեջ։ Այսինքն ծրագիրի եթե ինչ-որ պատճառներով տեխնիկական խնդիրներ լինեն, ասենք հոսանքը անջատվեց, չգիտեմ, տարբեր, եթե ձեր ծրագիրը արդեն ծրագիրը դուրս գցեց, համակարգչից ինչ-որ խնդիրներ եղավ, դուք չեք կորցնում այդ ծրագրի սախրանից տարբերակը, այսինքն պահպանված տարբերակը ինքը ունի արդեն դոկումենտների մեջ, այսինքն այստեղ մենք այս անպայման 3 եւ 5 կարող ենք փոփոխենք իհարկե, այս 3-ն ինչն է, 3 հատ ֆայլ է սախրանից տալիս, այսինքն պահպանում է այստեղ 5 րոպեն 1 3 ֆայլ։ Ես կարող եմ փոխել, բայց այսպես լավ տարբերակ է, ես թողնա այսպես։ Մենք այստեղից կարող ենք գալ այստեղ viewport, այստեղ մի փոքր ուշ կանադրանք իհարկե սրան։ Ասեմ, որ այստեղ մենք կարող ենք փոփոխություններ անել նաև մեր այս ծրագրի ինտերֆեյսի գույնի հետ։ Օրինակ, եթե ես ուզում եմ, որ այս մուգ մոխրագույնը սև գրեթե սև կարելի ասել, փոխել բաց մոխրագույնի սպիտակին մոտ։ Այստեղ custom UI and default feature։ Այստեղ ես ստեղծում եմ aim light, այստեղից set am։ Այստեղ իմ մոտ ասում է, որ մյուս բացելու ծրագիրը ավտոմատիկ աշխատի այս գույնով։ Ես բայց քանի որ այս գույնը չեմ հավանում ու մտածում եմ ավելի հոգնեցնող է աչքերի համար, դրա համար ընտրում եմ մուգ տարբերակը։ Customize նորից վերադառնում եմ custom UI and default feature եւ dark, arm dark, aim dark ներողություն, այստեղ set այսպես OK եւ վերադարձա նորից այս վիճակին։ Ասեմ, որ այստեղից այս պատուհանները, որ քանի որ շատ են, ասեմ, որ կարող ենք մենք քչացնել, անջատել այն ինչ որ մեզ պետք չի հիմա, այստեղից երկու պլագին է, այստեղի պլագինի մեջ գտնվող գործիքակազմից, այստեղից մենք կարող ենք սրանք անջատել, սրանք տեղափոխել, այ օրինակ այս գծերից, գետագծերից բռնել, այսպես ցախ կլիկը սեղմած, այսպես ցկում, քաշում տանում, օրինակ կարող ենք այստեղ վերևի հատվածում փակցնել։ Բայց որպեսզի ձեզ ձանձրալի չթվա ու մտածեք, վայ, ինչ դժվար, շատ բարդ ու շատ գործիքներ ունեցող ծրագիր է, որպեսզի նմանատիպ նախ կարծիք չստեղծվի եւ դուք չձանձրանաք, եկեք անջատենք դրանք, ինչպես ենք անջատում։ Այստեղ վերևի պատուհանի այս ազատ սև տարածքից, այսպես ամենավերևի բաց տարածքից է, որտեղ որ անուն չի գրված, կոճակ չի աշխատում, այստեղ աչ կլիկ ենք անում, այստեղից այս Phoenix toolbar անջատում եմ, այս ցեղում եմ դրա վրա, V-Ray-ն էլ անջատենք, այստեղից ցեղում եմ այստեղ, գալիս եմ V-Ray-ն էլ եմ անջատում, որտեղ սկսնակի հաների համար է դրանք պետք չի, բնականաբար, այստեղ ուրեմն ուր հասանք մենք ծրագրերի toolbar-ներին վերադառնամ, թե ինչպես օրինակի համար այս պատուհանը եթե փակենք, օրինակ սխալվենք ու այս պատուհանը ինչ-որ ձևով եթե անհայտանա, որտեղից կարող ենք ետ բերել այս պատուհանը, վահանակը կարելի ասել, այս գործիքների վահանակը։ Այստեղ customize-ը տալիս է հնարավորություն այս ամենակարևոր 4-5 պատուհանները, ներողություն 5 պատուհանները, իհարկե այս կան էլ կարևոր այս ribbon-ը, show ribbon-ը մեր էկրանի վրա էլ երբ որ այս
ասենք միացնենք, նայեք, այստեղից կբացվի, այդքան էլ շատ առաջնային չի, դրա համար ես դրան չանադառնամ, show UI մեջից, այստեղ show command panel, տեսեք, ես կարող եմ անջատել, show command panel ներողություն, այս հատվածի պանելներ, ես այստեղից command panel-ը տեսեք վերադարձավ, ես այստեղից կարող եմ show UI-ից show main toolbar, այս պատուհանը, որով գլխավորն է, կարելի ասել, դա անջատեցի, այստեղ customize show UI, այստեղ show ribbon-ն էլ անջատեմ, տեսեք, այդ 5 կարևոր պատուհանները անջատվեցին հիմա։ Ես այստեղից նորից կարող եմ վերադառնալ եւ միացնել։ Իհարկե ես միացնում եմ show command panel, որը այստեղ միացած է, ես show main toolbar-ն եմ միացնում եւ այսպես ցախ կլիկ վրան սեղմած, այս սպիտակ գծերից, այս կետագծերից վերցնում եմ, այսպես տանում եմ, այսպես ամենավերևում տեղավորում եմ իրեն, այսպես, ինքը տեղավորվեց, հաստատվեց։ Այսպես, ուրեմն այստեղ մենք դարձանք այդ պատուհաններին, չափման միավորներին, մեկ է command panel պատուհանները բացել փակելուն։ Այդ կարգավորումները մենք արդեն տվեցինք, այստեղ կուբի մասին ասեմ, որ ինչ է ներկայացնում, ինչ է այս կուբը, որոնք որ կարող ենք մենք անջատել, այստեղ ես ցանկացած ինչ-որ առարկա, որ նշում այստեղ կարող ենք սարքել, այս սարքելուց հետո մենք կուբի վրա ցախ կլիկ սեղմում ենք ու պատտեսնում ենք, այսինքն այս մեզ օգնում է, որ մենք պատտեսնենք, այդ հնարավորություն տալիս, նաև անունը գրված է, դե տոպի ժամանակ, տեսեք տոպ է այստեղ գրված, այս կարող ենք այդ անջատել միացնել, այս կուբը, որովհետև կարող ենք անջատել, անջատում ենք Alt-P-ով, մտնում եմ այստեղ View Cube, ու այստեղ Show the View Cube անջատեցի և հաստատում եմ, բայց սկսնակների համար ես կուզենայի խորհուրդ տալ, որ սրանով աշխատեն, որովհետև կողմնորոշվում են սրանով շատ ժամանակ, որ պատուհանը բացած, որ տեսադաշտից էինք նայում, որովհետև ցույց է տալիս, որ տոպի ժամանակ երևում է տոպ վերևի հատվածը, այստեղ նորից սեղմում Alt-P, այստեղ գալիս եմ View Cube, այստեղ միացնում եմ Show the View Cube, OK, այստեղ այսպես, այստեղից այս կետը որ կա, այս որ սեղմում եմ, ինքը եռաչափ է ցույց տալիս ու բերում է առարկան ինչքան էլ որ այսպես հեռու տարած լինենք, այստեղից այս կետի վրա սեղմենք, կբերի մեզ մոտ։ Իհարկե լավագույն տարբերակը Z կոճակն է, որ սեղմենք կբերի հենց առարկայի կենտրոն, այստեղ ռոլիկով, մկնիկի վրա ռոլիկով կարող ենք ավելի մեզ հարմար հեռացնել կամ մոտեցնել։ Այսպես, այստեղ ինտերֆեյսի այս մեջ ես տարածությունը ասեմ, որ անծայրացիր է, այս անծայրացիր տարածությունը մենք կազեսնաման է դիեզերքի, որտեղ որ մենք կարող ենք այս օրինակ բազմապատկել սրանց քանակը այս բոքսի, շիֆտը սեղմած, ես այսպես շիֆտը սեղմած ցախ կլիկով քաշեցի, աջ ու այստեղ ինքը հարց է տալիս կոպիա, ինչքան անեմ կոպի, այստեղ ասում եմ, որ բազմապատկեմ, ասենք օրինակ 142 հատա, ասենք, ուրեմն այստեղ անծայրացիր անվերջ չէ, իհարկե կախված է ձեր համակարգչի հզորությունից, եթե ձեր համակարգչի հզոր է կարող եմ նույնիսկ միլիոններով թույլ տա, ասենք մի 10 միլիոնատ սրանցից կարող եք պատրաստել, այսպես, Այս կետին ասեմ, որ նայեք այս նորվա Alt-P-ի Alt-P-ն որ անդրադարձա, ես ինչպես տեսնենք այս, եթե ես մեկը վերցնեմ և ուզենամ այս տեսնել, այս ամբողջ բոլոր կողմերից ես տեսնեմ այս առարկան, նայեք ես այս
բոքսերից որ մեկը որ ընտրել եմ, դա դառնում է իմ տեսադաշտի առանցքը եւ այդպես սեղմում եմ սեղմած ֆայլով, սեղմում եմ նաեւ ռոլիկը ու տեսնում եմ։ Այսինքն իմ տեսադաշտի կենտրոնը դառնում է այս բոքսը։ Այսպես այս դասի համար երևի այսքանը, կարող եք հարցերը գրել տեսավոլակի ներքևի հատվածում կոմենտների բաժնում, ես սիրով կպատասխանեմ, չմոռանաք լայքեր տնել, եթե հավանեցիք, իհարկե, եւ բաժանորդագրվել իմեջին, ես կշարունակեմ իմ վիդեո դասերը մյուս թեմաներին ավելի մանրամասն, ավելի կանադառնամ մանրակրկիտ, թե որ գործիքը ինչ աշխատանք է կատարում։ Այսքանը, ամենայն բարիք ձեզ, հաջողություն։